Դե նորից բարև ձեզ։ Ուզում ասեմ, որ շատ շնորհակալ եմ ամեն մեկ կոմենտի համար, բոլոր կոմենտները տեսնում եմ ու շատ ողջավորվում եմ, հենց դրա համար է շարունակում եմ այս ամեն ինչը։ Ինքս չէի պատկերացնի ինչքան լավը կլինի արձագանքը ու ինչ միանգամից։ Բայց քանի որ ունեմ այսպիսի արձագանք, իհարկե հանցագործություն կլինի չշարունակելը, դրա համար մեծ ողջավորությամբ ու մեծ հաճույքով մտածում եմ ինչ եմ խոսելու, մտնում եմ ու խոսում եմ։ Հիմա այսօր մտածում եմ խոսեմ կրթության մասին։ Խի խոսեմ կրթության մասին, որովհետև ինքը ամենակարևոր թեմաներից է մեր աղջիկների եւ ընդհանրապես երիտասարդների կյանքում։ Ինքը ամենակարևոր թեմաներից է եղել եւ մինչեւ հիմա կա իմ կյանքում։ Մեր կրթությունից, մեր մասնագիտական ընտրությունից շատ բան է կախված եւ բացի դրանից այս թեմայով այս վերջերս միտեղ սփիքեր էի ու ոնց հասկացա շատ լավ ընդունվեց, այն ինչ պատմեցի ու որոշեցի, որ կարող եմ այդ թեման հիմա ձեզ հետ խոսել։ Ուրեմն, նորից ուզում եմ սկսենք այն պոզիտիվ նաստրոյից, որ երեխեք, մի մտածեք, որ մասնագիտություն պետք է ընտրեք կյանքներումդ մեկ անգամ։ Մի մտածեք, որ եթե ընտրել եք ու ընթացքում փոշմանել եք, դա կատաստրոֆա է։ Մի մտածեք, որ համալսարան փոխելը կեսից դա մի ահավոր պատմություն է։ Մի մտածեք, որ եթե ընտրել եք այդ աշխատանքը, որը անում եք, էլ չեք կարող փոխել։ Մի մտածեք, ինչ պատասխան եք տալու ձեր ծանոթներին, հարազատներին եւ բարեկամներին։ Մի մտածեք, որ շատ ժամանակ եք արդեն տրամադրել, շատ եք պարապել կամ շատ եք աշխատել տվյալ մասնագիտության մեջ կամ տվյալ մասնագիտության համար, հասկացեք, որ կյանքը դա process է։ Ամեն անգամ է ասում եմ ու ամեն անգամ ասելու եմ, կյանքը process է եւ մենք պետք է այս process-ին սովորենք վստահել եւ գնալ այս process-ով ուրախ, բաց եւ flexible, հա, ճկուն եւ ճկուն։ Այսինքն մենք պետք է անընդհատ փոխվենք, անընդհատ։ Տենց բան չկա, որ մենք ընտրել ենք մասնագիտություն ու մնում ենք այս մասնագիտության հետ։ Ես ինքս մի փոքր երկու բառով ներկայացնեմ իմ story-ն, հա, ու հետո անցնեմ առաջին պատմությունը։ Ուրեմն սովորել եմ առաջին 4 տարին մղձավանջային մի համալսարանում, Ժող ինստիտուտում։ Բազմիցս այդ համալսարանը իմ հոգեբանի եւ հոգեթերապևտների հետ փորձել ենք ջնջենք իմ ենթագիտակցության մեջից, որովհետեւ չեմ ասի, որ լավ անդրադարձ ունեցել իմ հոգեբանության, իմ մտածելակերպի, իմ աշխարհայացքի եւ ընդհանրապես իմ կյանքի վրա։ Սակայն քանի որ հիմա մտածում եմ, որ ամեն ինչ փորձ է եւ ոչինչ կյանքում պատահական չի լինում, այժմ նույնպես հետ եմ նայում ու հասկանում եմ, հա, այդ կետերը ինչ էր ինձ պետք, ինչ ես հասկացա, ինչ ես սովորեցի, բայց հետևությունը, որը ես արել եմ այդ համալսարանից նա է, որ հայկական, պետական համալսարանները շատ թույլ են, շատ։ Այսինքն, երբ մենք սովետական ինչ-որ վիճակներով, սովետական համալսարաններում, սովետական պարտաներով, սովետական դասախոսներով գրում ենք լեկցիա, իսկ աշխարհը անցել է արհեստական բանականությանը, մենք ունենում ենք հետո լուրջ խնդիրներ։ Այս համալսարանները ես չեմ ուզում կպնեմ ոչ մի դասախոսի, ես չեմ ուզում կպնեմ ոչ մի կոնկրետ համալսարանի, բայց ես դրանից հետո ունեցել եմ 2 միջազգային համալսարանների փորձ եւ կարող եմ համեմատել եւ ասել, որ երեխեք, ձեր կյանքը ուղղակի մի վատնեք այդ հայկական պետական համալսարաններում ու մի ծախսեք այդտեղ 3, 4, 5 տարի։ Լավ, օքեյ, եթե հիմա չեք կարող դուրս գալ ձեր ծնողներին եւ ասել ոչ, ես չեմ ուզում ստեղ սովորեմ կամ այնտեղ թանկ է, այդտեղ ոչ եւ այլն, կարող եք ավարտել այդ համալսարանը, բայց դա ձեզ ոչինչ չի տալու։ Իմ երկրորդ համալսարանը եղել է ամերիկյան համալսարանի masters, իհարկե լրիվ ուրիշ level, լրիվ ուրիշ ուսուցիչներ չէ, դասախոսներ, լրիվ ուրիշ որակավորման, լրիվ ուրիշ
գիտելիքի, փորձի, որը շատ կարևոր է, հա մեր համալսարաններում, պետական համալսարան, որտեղ ես էի սովորել, դասախոսները հիմնականում այդ ամբիոնում ծնվել, այդ ամբիոնում ապրում, այդ ամբիոնում ծերանում են, իսկ կյանքը ամբիոնից դուրս է, եւ չես կարող միայն այդ ամբիոնիդ եւ այդ համալսարանի 4 պատի քո էքսպերտիզայով երեխա պատրաստես կյանքին, էնել հիմիկվա կյանքին, երբ շատ դասախոսներ շատ ավելի հետ են, քան 17 տարեկան ինչ-որ ջահել, ով դառել է միլիոնատեր, հա։ Ուրեմն այս պայմաններում երեխեք, սենց ասեմ, ինքնակրթությունը նույնիսկ շատ ավելի լավ տեղ կարող է ձեզ տանի, քան պետական համալսարանները, շատ եմ ցավում, որ պետական համալսարանները այս օրին են, բայց ձեզ պետական համալսարանից հետո հիմնական աշխատատեղերը ուղղակի բանի տեղ չեն դնելու ու չեն դնում հավանաբար ու դուք զարմանում եք ինչի են ինչ որ ում են վերցնում գործի, որ ձեզ չեք վերցնում, լիքը գործազրկություն կա երիտասարդների մոտ ու սենց լիքը խնդիրներ, որը առաջանում է նրանից, որ հիմա կամպանիաները առաջ են գնում, կամպանիաների մոտ լրիվ միջազգային level-ը, աշխարհում գլոբալիզացիա է կատարվում, արհեստական բանականությունը ներխուժել է ամեն տեղ, հեսա դրանից է կխոսենք, ու այս ամեն ինչի մեջ մեր խեղճ երեխեքներն ու ինչ որ պետական համալսարանի դիպլոմ ունեն, որովհետև տունը իրան տենց էին խորհուրդ տվել։ Ամերիկյան համալսարանում գիտեք, ոնց որ ես սովորել եմ շատ բան է ինձ տվել, ավելի շատ skill, ավելի շատ հմտություններ եմ ձեռք բերել նույնիսկ, քան գիտելիք, հա։ Ինչ հմտություններ եմ ձեռք բերել։ Ձեռք եմ բերել time management, ժամանակի մեջ տեղավորվել, արագ լինել, նպատակասլաց լինել, սկսած գործը վերջին հասցնել, չքնել, եթե պետք է մի քանի օր, որովհետև շատ խիստ է եւ կարող ես դուրս մնալ, լավ level-ի անգլերեն, միջազգային level-ի դասախոսներ, լրիվ ուրիշ մակարդակ թե դասերի հետ կապված, թե դասախոսների, թե սովորող երեխաների հետ կապված, չգիտեմ, իմ ուղղակի level-ը, հա, level up եմ եղել, մեծացել եմ, հասկացել եմ լիքը բան, հասկացել եմ ինչ է աշխարհը, բացի հայկական համալսարանից, ավել մոտիվացիաներ եմ ձեռք բերել եւ այսպիսի համալսարաններում ճիշտ է թանկ է ուսումը, բայց սենց ասեմ, արժի ուղղակի աշխատել ինչ-որ մի հատ աշխատանքի եւ սովորել լավ համալսարանում ու տալ ձեր վարձը ինքնուրույն մի կերպ ու այն տարիքում երբ հնարավորություն կունենաք, քան ուղղակի շպրտել մի 500,000 ինչ-որ պետական համալսարանի վրա, որ ասեք բակալավրի դիպլոմ ունեմ, դա ոչ մեկի մեծ հաշվով հետաքրքիր չի, ինչպես հետաքրքիր չէր ոչ մեկի իմ ամերիկյանի դիպլոմը, որովհետև ոչ մի գործատու ինձանից չուզեց դիպլոմ։ Իրանք բոլորը ես գրում էի, սկզբիցից, հետո այն շատ տարբեր տեղեր եմ աշխատել, բայց իրանք տալիս են task, անում ես, չես անում, պատասխանում ես հարցերի, գրագետ չես, մեծ հաշվով քո դիպլոմին այս թվին ոչ մեկ չի նայում։ Հետո երրորդ համալսարանից, որ ընդունվեցի ու գնացի Կիպրոս, սա արդեն ինձ տվեց ամենակարևոր կյանքի փորձերը, որ ես ունեցա, այնպիսի փորձություններ, ինչպիսիք են ապրել լրիվ մենակ, լրիվ օտար երկրում, մտածել ինքս իմ կահույքը գնելուց մինչև ուտելիք պատրաստել, ուտելիք գնել եւ կոմունալների վճարներ կատարել, ձեռք բերել նոր ընկերներ, սովորել նոր լրիվ պայմաններում, նոր համալսարանում եւ այսել անգլիական education-ներ Ուստեղ, չգիտեմ, ես համել աշխատել եմ ընդեղ, աշխատում էի կամպանիայում, լրիվ ընդեղի միջավայրում, չգիտեմ, այս մի տարին ինչքան է ինձ մեծացրել, ինչքան է ինձ հասունացրել, ինչքան բան եմ ես հասկացել եւ եթե կա հնարավորություն դիմել եւ գնալ արտերկիր ինտերնշիփերով, գնալ արտերկիր սովորելու, գնալ արտերկիր աշխատելու, ապրել մենակ, հասկանալ դա ինչ է, ունենալ այսպիսի նպատակներ, սա ձեր լրիվ ուրիշ կյանքի փորձ կլինի ձեզ համար, հա։ Okay, ինչ անենք հիմա։
հասկանանք, որ կյանքը իսկապես շատ արագ է փոխվում ու հիմա արհեստական բանականության մասին ես շատ լուրեր եմ նայում անընդհատ բարբերաբար, բացի դրանից է, որ մենք ChatGPT-ով բոլորս տարբեր մեր կյանքն ենք քննարկում եւ այլն ու հիմա հասկանում ես, որ մոտակա 5-ից 7 տարվա ընթացքում, հա, տենց են պրոգնոզները, ընդհանրապես շատ մասնագիտություններ ուղղակի վերանալու են այնպիսի օպերացիոն գործեր, ինչպիսիք են օրինակ, որ մարդիկ պայմանագրեր են կազմում, թարգմանություններ են անում, գրում են, ջնջում են ստեղից Excel-ի ֆայլից սաղ տեղափոխում են այնտեղ, ստեղծում են ինչ-որ պրոցեսներն են կազմում, նույնիսկ, չգիտեմ, ինչ-որ տեղի ստրատեգիա են կազմում, թիրախավորում են անում, նույնիսկ IT ոլորտը դրա համար է հիմա մահացե, որովհետև ուղղակի շատ մարդկային գործոնով աշխատանքներ, այս վերջերս էլ սեմինար էի գնացել, ընդեղ էլ էին այդ ասում, որ ուղղակի անելու է հենց արհեստական բանականությունը, շատ։ Այսինքն, այս արհեստական բանականությունը եկել է ու մեր բոլորի կյանքը փոխվելու է նենց, ոնց ժամանակին փոխեց բոլորի կյանքը ինտերնետը, հա, ինտերնետը եկավ, ոչ մեկ չէր հավատում, որ կյանքը փոխվելու է եւ ահա այստեղ ես նստած ձեր համար YouTube-ով խոսում եմ ու ինձ նայում է, չգիտեմ, 500-600 վիդեո կա 1000 մարդ ու ես բացարձակ չեմ ճանաչում, բայց այսօր հնարավորություն ունեմ ձեզ հետ շփվեմ։ Իսկ ինչպես է փոխելու մեր կյանքը արհեստական բանականությունը, դեռ որ կան որոշ բաներ, հա, ենթադրություններ, բայց էլի մենք չենք կարող ասել թե ոնց, բայց այն, որ ինքը շատ ավելի արագ է փոխում այս բային աշխարհը, դա փաստ է ու դրա մասին շատերն են խոսում։ Ինչ պետք է անել։ Չընկնել պանիկայի մեջ առաջին հերթին, որովհետև ընդհանրապես աշխարհի 10% մարդիկ ինովատորներ են լինում, ովքեր ստեղծում են հենց ինովացիաները, շատ լավ են ընդունում եւ քայլում են ինովացիաների հետ հավասար զուգընթաց։ Մեծամասնությունը մարդկանց դրանք այն մարդիկ են, ովքեր ոչ ընդեղ են, հա, եւ շատ կարծեմ, եթե չեմ սխալվում, մոտ 30-40%-ը դա կոնսերվատորներն են, այն մարդիկ, ովքեր ընդհանրապես չեն ընդունում change-ը։ Իրենց համար իհարկե շատ դժվար է լինելու, բայց կարծում եմ, որ բոլորը, ովքեր ինձ նայում են, երիտասարդներ են, այսինքն հիմնականը մտնելու են ինովատորների մեջ, ովքեր պետք է գնան ChatGPT, չասեմ ChatGPT, ովքեր պետք է գնան AI-ին համընթաց, AI-ին զուգընթաց եւ գտնեն իրենց այն յուրահատուկ սկիլերը։ Շատ աշխատատեղեր կկրճատվեն այն աշխատանքների, որոնք մինչև հիմա արվում էին։ Հա, դե կա տենց բաներ, հա, կանխատեսումներ կան, որ ռոբոտներ կհայտնվեն, չգիտեմ, reception-ում մարդ չի լինի, ռոբոտ կլինի եւ այլն։ Ես կարծում եմ, որ ուղղակի պետք չի վախենալ այս change-երից, երեխեք, որովհետեւ ամեն change նոր հնարավորություններ է տալի ու վախենում ենք change-ից, ուղղակի վախը ընդհանրապես ոչ միտեղ չի կարող մեզ բերել, ինչ էլ փոխվում է, լավ բանի համար է փոխվում, մեզ սենց ենք տրամադրում եւ հասկանում ենք, որ շատ հնարավոր է, որ մեր ընտանիքի անդամները, մեր կողքի մարդիկ այդքան էլ լավ դեռ չհասկանան, թե ուր է փոխվում աշխարհը եւ ինչ խորհուրդ կարող են տալ նրանք մեզ մեր մասնագիտության հարցում, հա։ Հույսներս դնում ենք մեզ վրա, ինչպես ասացի, բացահայտում ենք մեր տաղանդները, մեր սկիլերը, որովհետեւ կան բաներ, որոնք երբեք չեն փոխարինվի։ Որոնք են դրանք։ Մարդկային գործոնով բաները, օրինակ, չգիտեմ, կոսմետոլոգ, դիմահարդար, վարսահարդար, դա երբեք AI-ը դեռ որ չի կարող անել։ AI-ը չի կարող փոխարինել մարդուն, էլի մենք կարող ենք ենթադրել, որ եթե մենք հասնենք ռոբոտներին, ռոբոտները կնստեն եւ երեխաների հետ հասկանեն, բայց դա այդքան հավանական չի, ինչքան որ օրինակ հաշվապահությունը արդեն դառնալու է այնպիսի գործ, որ արդեն համարյա այդպես է դառել, որ չգիտեմ, մեկ կնոպկայով, հա, կարելի է լինելու հաշվապահական отчетներ կազմել, բոլոր թվերը մտցնել եւ վերջ կամ նույնիսկ նկարել ու ChatGPT-ին կանի։ Դրա համար հիմա հնարավոր է մեր ծնողները այս ամեն ինչը չիմանան եւ մեզ ասեն օրինակ գնա դարձի հաշվապահ։
չիմանալով, որ այս պահին հաշվապահների գործի մեջ ոնց որ սենց մեծ փոփոխություններ ա լինելու։ Մենք էլի կարող ենք գնալ դառնալ հաշվապահ, իհարկե, որովհետև մեր գործը արագանալու է, հաշվապահը կարողանալու անի հաշվապահական отчетներ, բայց եթե ինքը մնա ժամանակի հետ համընթաց, կարողանա օգտագործի արհեստական բանականությունը եւ ինքը անի շատ ավելի արագ այդ նույն հաշվապահական отчетները, քան անում է սովորական մի հատ ծյոծյա հաշվապահ, որ նստած հիմա չգիտի արհեստական բանականությունը ինչ է։ Այսինքն քննարկեք, երեխեք, քննարկեք ձեր մասնագիտությունը, որը դուք հիմա անում եք ChatGPT-ի հետ, փորձեք հասկանալ ուր է տանում աշխարհը մեզ, փորձեք հասկանալ ինչ հնարավորություններ է ձեր առջև բացում GPT-ն, ինչ նոր մասնագիտություններ են առաջանում, որտեղ դուք կարող եք ձեզ փորձել, փորձարկել, օրինակ ինչ այդ նույն հաշվապահը, եթե կարա отчетները կազմի մեկ կնոպկայով, ոնց դուք պետքա դա սովորեք եւ պլյուս դրան էլ ինչ պետք է անեք, բացի դրանից հիմա շատ են խոսում նրա մասին, որ միայն մեկ մասնագետ լինելով հնարավոր չի տենց լավ կողմնորոշվել կյանքում, այսինքն հիմա այդ ունիվերսալ մարդիկ են պետք, հա, ունիվերսալ մարդիկ։ Այսինքն եթե առաջ ասում էին, այ դու հաշվապահ ես, ինչի համել դու գիտես, օրինակ, ռիլս սարքել։ Այն ժամանակ խանգարում էր։ Հիմա ես խորին համոզմունք ունեմ, որ եթե դու ասես ես հաշվապահ եմ, գիտեմ ռիլ սարքել, գիտեմ ChatGPT, գիտեմ օգտվել ես ինչ ծրագրերից, ունեմ, չգիտեմ, ինչ որ NGO-ում աշխատելու փորձ, գնացել եմ արտերկրում, ես ինչ եմ արել, էլի անտուն կենդանիներին հետ եմ եկել, հիմա տպավորությունն է, որ մարդը ավելի շուտ տենց մարդու կվերցնի աշխատանքի, քան այն մարդուն, ով ինքը նեղա մտածում։ Այսինքն այդ ընդլայնվելը, բայց ձեր էքսպերտիզայի մեջ, որտեղ շատ անկապ բաներ չանեք, հա, փորձեք ձեր այդ տաղանդները, որ գրում եք, այդ տաղանդների մեջ գրեք այն 10 բանը, որ դուք կարող եք անել ու փորձեք դուք դրա մեջ ռեալիզացվել։ Հիմա արդեն ոնց որ այն վիճակը չի աշխարհում ու այն վիճակը չի լինելու, որ ինչ որ մեկը մեկ բան է անում եւ դա full բավական է։ Որ ուշադիր լինենք, չգիտեմ, շատերը հիմա միանգամից մի քանի բան են հա անում։ Իմ օրինակով, որ ես բիզնեսն եմ անում, զուգահեռ ուրիշ բիզնեսի մասին եմ մտածում, Instagram-ս եմ որոշի ակտիվացնում, YouTube-ով եմ անում, գիրքս եմ գրում եւ այլն ու անընդհատ sense մոտիվացված, որ ես անեմ, անեմ, բայց հասկանում եմ, որ աշխարհն է ստիպում։ Աշխարհը էլ թույլ չի տալիս ինձ, որ ես մեկ բանի վրա կենտրոնանամ, որովհետեւ աշխարհը արդեն ասում եմ, ահա որ արագ է առաջ գնում ու այդ տեմպի մեջ պետք է ընկնեք, ու այդ տեմպի մեջ ընկնելը ընդհանրապես որոշում է, որ ես այս պահից ի վեր փորձում եմ հասկանամ ուր է գնում աշխարհը եւ հետևեմ այդ աշխարհի տենդենսներին, հետ չմնամ։ Ապուշ հիմար բաներ անելու փոխարեն, ռիլեր նայելու փոխարեն, ձեզ ասում եմ, ինձ էլ եմ ասում, հիմար համասարաններում 4 տարի սպանելու փոխարեն անիմաստ դիալոգների շուրջ ժամանակ վատնելու փոխարեն կներեք արտահայտությանից համար, բայց քաղաքականության մեջ խորացող մարդկանց էլ շատ չեմ հասկանում, որովհետև միևնույնն է, ես ինչ չենք կարող փոխել, հայրենասեր լինելը լավ բան է, կարող ենք հայրենասեր լինել եւ սկսել փոխել մեր կյանքը, մեր կողքը, մեր խնդիրներ լուծենք։ Հիմա ես հայրենասեր եմ, ես որոշել եմ, որ իմ ազգում եղած աղջիկներին այն ինչ ես սովորել եմ, այն ինչ ես գիտեմ, իրանց կփոխանցեմ, ես սենց ավելի շատ օգուտ կտամ, քան եթե դնեմ ինչ-որ ընկերուհուս հետ Նիկոլից խոսամ կամ եւ այլն, հա։ Ուզում ասեմ, մինիմալիզացրեք ձեր կյանքում այդ անիմաստ վատնված ժամանակը, անիմաստ, իրոք անիմաստ է շատ ժամանակ, մենք շատ ժամանակ ուղակի սերիալ ենք նայում, շատ ժամանակ մենք ուղակի գնում ենք մեր ընկերու հետ մառոժնի ուտելու, չափի մեջ ամեն ինչ լավ է, ես ինքս սաղորը իմ ընկերուների հետ եղածող մարդ եմ, բայց հիմա իմ մոտ ոնց որ շատ բան ավելի ռացիոնալ է արվում, ու պետքա տարբերեք, հա, ինչ եք անում ու ինչի համար եք անում։
Ուսման հետ կապված կասեմ, որ երեխեք լսեք ձեր սրտին, խորացեք ձեր մեջ, նորից եմ ասում, գտեք ձեր տաղանդները, եղեք ունիվերսալ, եղեք ժամանակին համընթաց, շատ տեղեր նույնիսկ ընտրեք աշխատանքը, գնացեք անվճար աշխատեք, գնացեք կամպանիաներ, ամեն ինչին ասեք, հա, եղեք ակտիվ, նույնիսկ դա ավելի լավ է, քան ուղղակի 4 տարի սպանել, գնալ ինչ-որ սովետական պետական համալսարան, հույս ունենալով, որ ընդեղից հետո ինչ-որ մեկը նստած ձեր հին դիպլոմին է սպասում, ոչ մեկ ձեր դիպլոմին չի սպասում, բոլորը ասելու են ինչ ես արել։ Այդ ինչ ես արել, հա, այդ դրա պատասխանը դուք պետքա ասենց ամեն օր աշխատեք, որ ստեղծեք։ Վստահեք միայն ձեզ ու իմացեք, որ դուք նոր edition եք, հա, նոր սերունդ եք եւ այս նոր սերունդը շատ տարիներով առաջ է եւ շատ հնարավոր է, որ մեր ծնողները չգիտեն բոլոր պատասխանները եւ նույնիսկ տեղտեղ մենք պետք է նրանց ասենք, հա, որ սա պետք է անեմ եւ այլն։ Սա մասնագիտության հետ կապված, եթե հարցեր կան գրեք, ես ձեզ ամեն մեկիդ շատ սիրում եմ եւ հույս ունեմ, որ ինչ որ մարդկանց պետք է այն, ինչ ես որոշել եմ անեմ։ Բայ։